Սա ո՞ր երկրաչափ։ Եռանկյուն։ Եռանկյունը քանի կողմ ունի։ 3, 1, 2, 3։ Իսկ քանի գագաթ ունի։ 3։ 3 գագաթներն են 2, 3։ Տեսեք երեխաներ։ Ո՞վ է կողմ մեզ եկել։ Եռանկյունի գներ։ Նման է, ճիշտ է, բայց ինքը երկրաչափական պատկերներից եռանկյունն է։ Ինչու է տխուր եռանկյունի։ Տխուր է, որովհետև ես տգեղ եմ, իսկ մնացած երկրաչափական պատկերները ավելի գեղեցիկ են։ Օրինակ քառակուսին, 4 հավասար կողմեր ունի, իսկ շրջանը կլոր, գեղեցիկ, գլորվում է գնդակի նման։ Իսկ ես անպետք եմ, այս տգեղ գագաթ ունեմ, ոչ մի տեղից չեն օգտագործում։ Իսկ հիմա երեխաներ, եկեք օգնենք եռանկյունիկին, որ ինքը հասկանա, ինքն էլ է շատ կարևոր։ Այո, մենք բոլորս շատ ենք չէ սիրում։ Տեսեք, պանիրը շատ ապրես շանչա։ Մելուկի կտորը, տեսեք ինչ նման պատկերներ, իրեր կան տենց համային, տեսեք երեխաներ։ Գիտես եռանկյունիկ, դու այնքան կարևոր ես մեզ համար, որ մեր տանիքները ամբողջությամբ եռանկյունի տեսք ունեն։ Այդ աստիճանը եռանկյունի, նա նույնպես քո տեսք ունի, եռանկյունաձև տեսք ունի, ամուր, նա նույնպես շատ կարևոր է մեզ համար կենցաղում, չէ՞։ Տեսնում ես եռանկյունի, դու ինչ կարևոր ես մեզ համար։ Տեսեք ինչպես է զգտում։ Այո, զգտում է, ուրախացել է մեր եռանկյունիկը, չէ՞ Լիզա։ Տեսնում եք երեխաներ, եռանկյունիկը ինչ ուրախ է, նա հասկացավ, թե ինչքան կարևոր է բոլոր երկրաչափական պատկերների նման, ինքն էլ շատ կարևոր է մեզ համար։ Իսկ հիմա եկեք գնանք գտնենք եռանկյունիկի ընկերներին, որպեսզի նա մենակ չլինի։ Գնանք։ Այո, գնացինք։